Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի Գլուխ առաջին Սկզբից էր բանը, և բանը Աստծու մոտ էր, և բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ, Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես։ Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը լույս չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի. նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար»։ Մենք բոլորս նրա լրիվությունից ստացանք շնորհ շնորհի փոխարեն, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ հոր ծոցում է, նա հայտնեց նրան։ Հովհաննես Մկրտչի վկայությունը։ Եվ Հովհաննեսի վկայությունը այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան դու ով ես, նա խոստովանեց առանց վարանելու, խոստովանեց, թե ես Քրիստոսը չեմ։ Ու նրան հարցրին. իսկ դու ով ես, Եղիան ես։ Եվ նա ասաց. ոչ, չեմ։ Իսկ դու մարգարե՞ն ես։ Նա պատասխանեց. ոչ։ Իսկ ասա մեզ, դու ով ես, որպեսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին, ինչ ես ասում քո մասին։ Նա ասաց. ես անապատում կանչողի ձայնն եմ. հարթեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց Եսայի մարգարեն։ Եվ եկողները փարիսեցիների կողմից էին։ Նրանք հարցրին նրան ու ասացին. իսկ դու ինչու ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն։ Հովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. ես ձեզ մկրտում եմ ջրով, ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես։ Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Հորդանանի մյուս կողմում, ուր գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։ Գառն Աստուծո։ Հետևյալ օրը նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. ահա գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա է նա, որի մասին ես ասում էի. իմ հետևից գալիս է մեկը, որ ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար։ Եվ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար ես եկա ջրով մկրտելու։ Հովհաննեսը վկայեց և ասաց.
տեսա հոգին, որ իջնում էր երկնքից որպես աղավնի և հանգչում նրա վրա, և ես չէի ճանաչում նրան, սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ հոգին իջնում և մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ Եվ ես տեսա ու վկայեցի, թե սա է Աստծու Որդին։ Հիսուսի առաջին աշակերտները։ Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը, նաև իր աշակերտներից երկուսը։ Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահա վասիկ Քրիստոսը, գառն Աստծո»։ Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ Երբ Հիսուս հետ դարձավ և տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի», որ թարգմանվում է վարդապետ, «Ո՞ւր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք և տեսեք»։ Եկան և տեսան, թե որտեղ էր նրա օթևանը, և այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև մոտ ժամը 4-ն էր։ Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային», որ թարգմանվում է Քրիստոս։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան, Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը։ Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել։ Գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Եվ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին, որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան, Հիսուսին, Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի և տես»։ Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղից ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի, դու ես Աստծու որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. «Նրա համար ես հավատում, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին բարձրանալիս և իջնելիս մարդու որդու վրա»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 2։ Կանայի հարսանիքը։ Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար, և Հիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուս և իր աշակերտները։ Եվ երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ինչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»։ Այնտեղ կային 6 թակույկներ հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը շուրջ 100 լիտր տարողություն ուներ։ Հիսուս նրանց ասաց. «Լցրեք այդ թակույկները ջրով»։ Եվ լցրին բերնեբերան, և ասաց նրանց. «Հիմա վերցրեք և տարեք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը,
և չէր իմանում, թե որտեղից է, բայց սպասավորները, որոնք ջուր լցրին, գիտեին, խոսեց Փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ վատը, իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Տաճարում առևտուր անողների վտարումը։ Հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ, և տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ, որ նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շոր տվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք և իմ հոր տունը վաճառատան մի վերածեք»։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի»։ Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Պատասխանեց նրանց Հիսուս և ասաց. «Քանդեցեք այդ տաճարը, և 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, և հավատացին գրքին ու այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Երուսաղեմյան օրեր։ Եվ երբ Հիսուս Զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր։ Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 3։ Հիսուս և Նիկոդեմոսը։ Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում։ Այսպես է և ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպես կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտես։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. խոսում ենք, ինչ որ գիտենք,
եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայությունը չեք ընդունում։ Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, եւ չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։ Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից էր։ Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, եւ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին որդու անվանը չհավատաց։ Եվ դատաստանը այսպես իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին, որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը, եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին։ Հովհաննես Մկրտչի վերջին վկայությունը։ Այնուհետև Հիսուս եւ իր աշակերտները Հրեաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի դեռ Հովհաննեսին չէին բանտարկել։ Եվ Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովհաննեսի մոտ եւ նրան ասացին. «Ռաբբի, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահա վասիկ նա մկրտում է, եւ ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ նրա առաջից։ Ով հարս ունի, նա է Փեսան, իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։ Պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Ի վերուստ եկողը։ Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից։ Նա, որ այս երկրից է, երկրավոր է, եւ երկրավոր բաների մասին է խոսում։ Նա, որ երկնքից է գալիս, վկայում է ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում, որովհետև Աստված հոգին տալիս է առանց չափի։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն ինչ տվել է նրա ձեռքը։ Ով հավատում է որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 4։ Սամարացի կինը։ Երբ Հիսուս իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Հովհաննեսը, թեպետ եւ ոչ թե Հիսուս ինքն էր մկրտում, այլ նրա աշակերտները, թողեց Հրեաստան երկիրը եւ վերստին եկավ Գալիլեա։ Եվ անհրաժեշտ էր,
որ նա անցներ Սամարիայով։ Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն գյուղին, որ Հակոբը տվել էր իր որդուն Հովսեփին։ Եվ այնտեղ Հակոբի աղբյուրը կար, և Հիսուս ճանապարհից հոգնած նստեց աղբյուրի մոտ, կեսօր էր։ Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու։ Հիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր», քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի ուտելիք գնեն։ Սամարացի կինը նրան ասում է. «Դու որ հրեա ես, ինչպես ինձնից սամարացի կնոջից խմելու ջուր ես ուզում», որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում։ Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Եթե դու գիտենայիր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, գուցե ինքդ արդարև նրանից կուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տեր, սակայն դու դույլ իսկ չունես, և այս ջրհորը խորն է, ուրեմն դու որտեղից կունենաս կենդանի ջուր։ Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայրը Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվել է, և ինքն էլ խմել է սրանից, նաև իր որդիներն ու իր հոտերը»։ Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։ Կինը ասաց նրան. «Տեր, տուր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ և այստեղ չգամ ջուր հանելու»։ Հիսուս նրան ասաց. «Գնա, ամուսնուդ կանչիր և արի այստեղ»։ Կինը պատասխան տվեց նրան և ասաց. «Ամուսին չունեմ»։ Հիսուս նրան ասաց. «Լավ ասացիր, թե ամուսին չունեմ, որովհետև 5 մարդ ես փոխել, և ում հետ որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ, այդ ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տեր, ինձ թվում է, թե դու մարգարե ես։ Մեր հայրերը այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»։ Հիսուս նրան ասաց. «Ով կին, հավատա ինձ, որ կգա ժամանակը, երբ ոչ այս լեռան վրա և ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեն հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Հոգի է Աստված, և նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն»։ Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան Քրիստոս կոչվածը կգա, երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։ Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան և զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե ինչ ես ուզում կամ ինչ ես խոսում նրա հետ։ Կինը թողեց իր սափորը և քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկեք տեսեք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը»։ Նրանք ելան քաղաքից և գալիս էին նրա մոտ։ Եվ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի, հաց կեր»։ Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք»։ Աշակերտները իրար մեջ ասում էին. «Արդյոք մեկը դրան ուտելու բան է բերել»։ Հիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։ Չէ՞ որ դուք եք ասում, թե 4 ամիս ևս կա, որ հունձը գա։ Ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրեք ձեր աչքերը
եւ տեսեք արտերը, որ սպիտակել են, եւ հասել հնձի համար։ Եվ ով հնձում է, վարձ է ստանում, ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։ Հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ հնձողը։ Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել, ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք։ Եվ սամարացիների այդ քաղաքից շատեր հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե ինձ ասած այն բոլորը, ինչ ես արել էի։ Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, եւ նա այնտեղ մնաց 2 օր։ Ուրիշ շատեր էլ նրան հավատացին իր խոսքի համար, եւ կնոջն ասում էին. այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թե նա է ճշմարտապես փրկիչն աշխարհի։ Բարձրաստիճան պաշտոնատարի որդու բժշկումը։ Եվ 2 օր հետո նա ելավ այնտեղից եւ գնաց Գալիլեա, քանի որ Հիսուս ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի։ Սակայն երբ նա Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում տոնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Հիսուս դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական մի պաշտոնատար կար, որի որդին հիվանդ էր Կափառնայումում։ Երբ նա լսեց, թե Հիսուս Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձի մահ էր։ Հիսուս նրան ասաց. եթե նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնեք, չեք հավատում։ Պաշտոնատարը նրան ասաց. Տեր, իջիր, քանի դեռ իմ որդին չի մեռել։ Հիսուս նրան ասաց. գնա, քո որդին կենդանի է։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին եւ ասացին, թե նրա տղան կենդանի է։ Նա հարցրեց նրանց, թե որ ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. 3, հետմիջօրեի ժամը 1-ին ջերմը նրան թողեց։ Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Հիսուս նրան ասաց. քո որդին կենդանի է։ Եվ հավատաց ինքը ու իր ամբողջ ընտանիքը։ Այս դարձյալ երկրորդ նշանն է, որ արեց Հիսուս Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 5։ Ոչխարների ավազանի անդամալույցի բժշկումը։ Դրանից հետո հրեաների տոնն էր, եւ Հիսուս Երուսաղեմ ելավ։ Եվ Երուսաղեմում ոչխարների ավազանի մոտ մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեսդա, 5 սրահներով, որոնց մեջ պառկած էր մի մեծ բազմություն հիվանդների, կույրերի, կաղերի եւ գոսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնվելուն։ Եվ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը եւ ջրերը խառնում։ Եվ ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր հիվանդությունից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ 38 տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուս տեսավ, որ նա պառկած ընկած է, եւ իմացավ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. կամենում ես առողջ լինել։ Հիվանդը պատասխանեց նրան. Տեր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի, եւ մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում։ Հիսուս նրան ասաց. վեր կաց, վերցրու քո մահիճը եւ գնա։ Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս, եւ այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկված մարդուն ասացին.
շաբաթ օրը եւ օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ։ Նա նրանց ասաց. նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց վերցրու քո մահիճը եւ գնա։ Նրան հարցրին եւ ասացին. ով է այն մարդը, որ քեզ ասաց վերցրու քո մահիճը եւ շրջիր։ Իսկ բժշկվածը չէր իմանում, թե ով է նա, որովհետեւ Հիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետև Հիսուս նրան գտավ տաճարում ու ասաց նրան. ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ։ Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թե Հիսուսն էր, որ ինձ բժշկեց։ Եվ հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. իմ հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ։ Դրա համար հրեաները առավել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր հայրը եւ իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Մարդու որդու իշխանությունը։ Հիսուս ասաց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է անում, նույնը նրա նման եւ որդին է գործում, քանի որ հայրը սիրում է որդուն եւ այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան։ Եվ նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետև ինչպես որ հայրը հարություն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նույնպես եւ որդին կենդանացնում է ում կամենա։ Սակայն հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Ով որդուն չի պատվում եւ հորը նրան առաքողին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը եւ չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը, եւ նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետև ինչպես հայրն ինքն իր մեջ կյանք ունի եւ կյանք է տալիս, նույնպես եւ որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ եւ տալ։ Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է։ Դրա վրա ինչու եք զարմանում։ Որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց։ Վկայություն Հիսուսի մասին։ Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, եւ դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը։ Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր եւ լույս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնցալ նրա լույսով։ Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը, այն գործերը, որ հայրն ինձ տվեց, որ կատարեմ, այդ նույն գործերն իսկ որ անում եմ, վկայում են իմ մասին, թե հայրն է ուղարկել ինձ։ Եվ հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին։ Դուք ոչ նրա ձայնն եք երբևէ լսել, եւ ոչ էլ նրա երեսն եք տեսել, եւ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց,
դուք նրան չեք հավատում։ Քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք։ Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց գիտեմ ձեզ, որ Աստծո հանդեպ սեր չունեք ձեր մեջ։ Ես եկա իմ Հոր անունով, եւ ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպես կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում եւ չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։ Մի կարծեք, որ ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ որպես ամբաստանող կկանգնի ձեր դեմ, Մովսեսը, որի վրա դուք հույս եք դրել։ Որովհետև եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել։ Իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 6. Հացի բազմացումը։ Այնուհետև Հիսուս Գալիլեայի Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ, և նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։ Հիսուս լեռ բարձրացավ և նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ Եվ մոտ էր Զատիկը, հրեաների տոնը։ Հիսուս իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Փիլիպպոսին ասաց. «Որտեղից հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտեր, թե ինչ էր անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. 200 դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուր ոք մի կտոր վերցնի։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ 5 գարե հաց ունի և 2 ձուկ, բայց այդքանն ինչ է այսչափ մարդկանց համար»։ Հիսուս ասաց. «Նստեցրեք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար, և շուրջ 5000 մարդիկ նստեցին։ Եվ Հիսուս հացն առավ ու գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ որ կամեցան։ Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքեցեք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ Հավաքեցին և լցրին 12 սակար այն 5 գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց։ Հիսուս քայլում է ծովի վրայով։ Եվ երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզերք իջան, և նավակ նստելով գալիս էին դեպի ծովի մյուս կողմը, դեպի Կափառնայում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուս դեռ իրենց մոտ չէր եկել, և ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկվում էր։ Երբ շուրջ 5 կամ 6 կիլոմետր թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով և նավակին մոտեցել էր, սաստիկ վախեցան։ Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի վախեցեք»։ Եվ ուզում էին նրան նավակի մեջ առնել, և նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին։ Հիսուս կենաց հաց։ Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի միայն մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուս իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ գալիս էին մոտ այն տեղին, ուր հացն էին կերել։ Ուրեմն
Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ նրա աշակերտները, նավակներ նստեցին եւ եկան Կափառնայում Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի, երբ եկար այստեղ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից եւ կշտացաք։ Գնացեք աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար եւ որը մարդու որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը, Աստված»։ Նրան ասացին. «Ինչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծո ուզած գործը այս է, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»։ Նրան ասացին. «Ինչ նշան կանես, որ տեսնենք եւ հավատանք, ինչ գործ կգործես։ Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է, երկնքից նրանց հաց տվեց ուտելու»։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից, որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կյանք է տալիս աշխարհին»։ Նրան ասացին. «Տեր, ամեն ժամ տուր մեզ այդ հացը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Բայց ես ձեզ ասել եմ, թե ինձ տեսաք եւ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, եւ ով որ ինձ մոտ կգա, դուրս չեմ անի, որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը, ամեն ոք, ով տեսնի Որդուն եւ հավատա նրան, ունենա հավիտենական կյանք, եւ ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր. «Ես եմ երկնքից իջած հացը»։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ, Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք, իսկ արդ ինչպես է ասում. ես երկնքից իջա»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի քրթմնջեք իրար մեջ, ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է. «Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն»։ Ամեն ոք, որ լսում է Հորից եւ ուսանում է, գալիս է դեպի ինձ, սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը։ Ես եմ կենաց հացը։ Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ սրանից ուտի չմեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»։ Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպես կարող է իր մարմինը մեզ տալ ուտելու»։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը եւ չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, եւ ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։
Ով ուտում է իմ մարմինը և ըմբում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես նրա մեջ։ Ինչպես հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ հոր միջոցով, և ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով։ Այս է հացը, որ երկնքից է իջած, ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան, ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան։ Նա այս բաներն ասաց Կափառնայումի մեջ ժողովարանում ուսուցանելիս, և աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը, ով կարող է այն լսել»։ Հիսուս, երբ ինքն իրենից իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է, իսկ արդ, եթե տեսնեք մարդու որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր։ Հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուս սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե այդ իմ հորից տրված չէ նրան»։ Դրա վրա նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ Հիսուս 12 աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տեր, ում մոտ պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, և մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, Աստծու Որդին»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ 12-իդ, և ձեզանից մեկը սատանա է»։ Նա խոսում էր Իսկարիովտացու, Սիմոնի որդի Հուդայի մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան և 12-ից մեկն էր։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 7։ Հիսուսի եղբայրները չեն հավատում։ Դրանից հետո Հիսուս շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդները ուզում էին սպանել նրան։ Հրեաների տաղավարահարած տոնը մոտ էր, և նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես, որովհետև չկա մեկը, որ թաքուն գործի և դեռ ուզենա իրեն համարձակ ներկայացնել։ Եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին»։ Քանի որ եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։ Հիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե մարդկանց գործերը չար են։ Դուք գնացեք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ Գալիլեայում։ Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։ Հիսուս Երուսաղեմում տաղավարահարած տոնին։ Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տոնի ժամանակ և ասում էին. «Ո՞ւր է նա»։ Եվ ժողովրդի բազմության մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին. «Լավն է», ուրիշներն ասում էին. «Չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։ Եվ հրեա առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։ Տոնակատարության կեսին Հիսուս տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտե գրվածքները, քանի որ բնավ չի սովորել»։ Հիսուս նրանց պատասխան տվեց և ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, թե Աստծուց է արդյոք, թե ես ինքս ինձնից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում,
Իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մեջ սուտ բան չկա։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվեց, բայց ձեզնից ոչ ոք օրենքը չի կատարում։ Ինչու եք ուզում ինձ սպանել։ Ժողովուրդը պատասխան տվեց ու ասաց. Քո մեջ դև կա, ով է ուզում քեզ սպանել։ Հիսուս պատասխան տվեց նրանց ու ասաց. մի գործ արեցի, եւ ամենքդ զարմացել եք։ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլպատությունը, թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ հայրերից։ Եվ շաբաթ օրով մարդ եք թլպատում։ Իսկ արդ, եթե մարդը շաբաթ օրով թլպատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, իմ վրա եք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի։ Աչքներիդ երևացածի պես մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Վեճ Հիսուսի անձի շուրջ։ Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. սա չէ նա, որին ուզում էին սպանել, իսկ ահավասիկ բացահայտորեն խոսում է, եւ դրան բան չեն ասում։ Գուցե արդարև իշխանավորներն էլ ճանաչեցին, թե սա է Քրիստոսը։ Բայց մենք սրան գիտենք, թե որտեղից է, իսկ Քրիստոս երբ որ գա, ոչ ոք չի գիտենա, թե որտեղից է։ Հիսուս աղաղակեց տաճարի մեջ, ուսուցանում էր եւ ասում. «Եվ ինձ գիտեք, եւ գիտեք որտեղից եմ։ Ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց, նա, որին դուք չգիտեք։ Ես գիտեմ նրան, որովհետև նրանից իսկ եմ, եւ նա ուղարկեց ինձ»։ Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։ Սակայն բազմության միջից շատերը հավատացին նրան եւ ասում էին. երբ Քրիստոսը գա, միթե ավելի նշաններ պիտի անի, քան սա է անում։ Հիսուս հայտնում է իր մոտալուտ մեկնումը աշխարհից։ Եվ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները լսեցին, եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։ Հիսուս ասաց. մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ, եւ ապա գնում եմ նրա մոտ, ով ինձ ուղարկեց։ Ինձ կփնտրեք եւ չեք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Հրեա առաջնորդներն իրար ասում էին. իսկ դա ուր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք։ Միթե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա եւ հեթանոսներին պիտի ուսուցանի։ Ինչ է այն խոսքը, որ նա ասաց. կփնտրեք ինձ եւ չեք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Կենդանի ջրի աղբյուրը։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր եւ աղաղակում էր ասելով. եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի, ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի պխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ։ Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. սա է ճշմարիտ մարգարեն։ Ուրիշներն ասում էին. սա է Քրիստոսը, իսկ դեռ ուրիշներն ասում էին. միթե Քրիստոս Գալիլեայից է գալու, չէ որ գիրքն ասում է, թե Քրիստոս գալու է Դավթի սերնդից եւ Բեթխեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ, եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց։ Իսկ սպասավորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մոտ, եւ սրանք նրանց ասացին. ինչու նրան այստեղ չբերեցիք։ Սպասավորները պատասխանեցին ու ասացին. ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը։ Փարիսեցիները ասացին. միթե դուք էլ եք մոլորվել։ Միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրենք չգիտե եւ նզովյալ է։ Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր նրա մոտ եւ նրանցից մեկն էր, նրանց ասաց.
Միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախ նրանից լսած և կամ իմացած չլինի, թե ինչ է գործել նա։ Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթե դու էլ Գալիլեայից ես, քննիր և տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 8։ Շնացող կինը։ Ապա ամեն ոք իր տունը գնաց, իսկ Հիսուս գնաց Ձիթենյաց լեռը։ Առավոտյան նորից տաճար եկավ։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ և ինքն ուսուցանում էր նրանց։ Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել, արդ դու դրա մասին ինչ ես ասում»։ Նրանք այս ասում էին նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուս ցած նայելով մատով գետնի վրա գրում էր։ Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով գետնի վրա գրում էր։ Եվ այս լսելով մեկ առ մեկ ելնում գնում էին տարիքավորներից մինչև փոքրերը։ Եվ Հիսուս միայն մնաց ու կինը կանգնած նրա առաջ։ Հիսուս նրան ասաց. «Ով կին, ուր են, քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Եվ սա ասաց. «Ոչ, Տեր»։ Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա, այսուհետև մի մեղանչիր»։ Հիսուս լույսն աշխարհի։ Հիսուս դարձյալ խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»։ Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, և քո վկայությունը հավաստի չէ»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում։ Բայց դուք չգիտեք որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։ Դուք ըստ մարմնի եք դատում, ես ոչ ոքի չեմ դատում։ Թեկուզ և մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ ես եմ և ինձ հետ է նաև իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ Եվ ձեր օրենքում իսկ գրված է, թե երկու մարդու վկայությունը ճշմարիտ է։ Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, և վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց։ Նրան ասացին. «Ուր է քո Հայրը»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Ոչ ինձ եք ճանաչում, ոչ էլ իմ Հորը։ Եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։ Հիսուս այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում, սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։ Ազդարարություն անհավատ հրեաներին։ Հիսուս դարձյալ նրանց ասաց. «Ես գնում եմ, և դուք ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Հրեաները ասացին. «Միթե անձնասպանության կդիմի, քանի որ ասում է, թե ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Եվ նրանց ասաց. «Դուք այս ներքևից եք, իսկ ես այն վերևից։ Դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ։ Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Արդարև, եթե չհավատաք, որ ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Նրան ասացին. «Ո՞վ ես դու»։ Հիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից և էդ խոսում էր ձեզ հետ։ Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու, բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է, և ես ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում։
Եվ նրանք չիմացան, թե հոր մասին էր ասում իրենց։ Հիսուս նրանց ասաց. «Երբ մարդու որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, թե ես եմ, և ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում, և ով ինձ ուղարկեց ինձ հետ է, ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»։ Երբ այս բաները խոսեց, շատերը հավատացին նրան։ Ճշմարտությունն ազատ արար։ Եվ Հիսուս հավատացյալ հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, և կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»։ Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք, և երբեք ոչ ոքի չենք ծառայել, ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինենք»։ Հիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է, և ծառան հավիտյան տան մեջ չի մնում, իսկ որդին հավիտյան մնում է։ Իսկ արդ եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Գիտեմ, որ Աբրահամի որդիներ եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։ Ես խոսում եմ այն, ինչ տեսա իմ հոր մոտ, իսկ դուք անում եք, ինչ ձեր հորից եք լսել»։ Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»։ Հիսուս նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք, իսկ այժմ ուզում եք սպանել մի մարդու ինձ, որ ձեզ ասացի ճշմարտությունը, որ լսել եմ իմ հորից։ Այդպիսի բան Աբրահամը չարեց, դուք ձեր հոր գործերն եք անում»։ Նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել, մեր հայրը մեկ է, Աստված»։ Հիսուս նրանց ասաց. «Եթե Աստված ձեր հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա, և ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա ուղարկեց։ Ինչու դուք իմ խոսածը չեք հասկանում, որովհետև իմ խոսքը չեք կարող լսել։ Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր։ Իսկ ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզնից ով կհանդիմանի իմ մեղքի համար, եթե ճշմարիտ եմ ասում ձեզ, իսկ ինչու չեք հավատում։ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում նրա համար, որ Աստծուց չեք։ Հրեաները պատասխանեցին և ասացին նրան. «Մենք լավ չենք ասում, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Իմ մեջ դև չկա, այլ պատվում եմ իմ հորը, իսկ դուք անարգում եք ինձ։ Ես իմ փառքը չեմ փնտրում, կա մեկը, որն այն փնտրում է և դատում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մեկը իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»։ Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա, Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես, թե ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայրը Աբրահամը, որ մեռավ, մեռան և մարգարեները, արդ դու քեզ ում տեղ ես դնում»։ Հիսուս պատասխանեց. «Եթե ես փառավորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է։ Հայրն է, որ ինձ փառավորում է, և որի մասին դուք ասում եք, թե մեր Աստվածն է, ու չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան, և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ, բայց ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։ Աբրահամը ձեր հայրը ցանկացավ իմ աշխարհ գալու օրը տեսնել, տեսավ և ուրախացավ»։ Հրեաները նրան ասացին.
դեռ 50 տարեկան չկաս դու և Աբրահամին ես տեսել։ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես եմ նախքան Աբրահամի լինելը։ Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրա, բայց Հիսուս խույս տվեց և տաճարից ելավ գնաց։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 9։ Իծնեք կույրի բժշկումը։ Եվ մինչ անցնում էր, իծնեք կույր մի մարդու տեսավ, իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի, մեղքը ումն է, որ կույր է ծնվել, սրանն է, թե հորն ու մորը»։ Հիսուս պատասխանեց. «Ոչ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն։ Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց։ Կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ Երբ այս ասաց, թքեց գետնին և թքով կավ շինեց, և կավը ծեփեց կույրի աչքերի վրա ու ասաց նրան. «Գնա լվացվիր Սիլովամի ավազանի մեջ», որ թարգմանվում է առաքված։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։ Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէր, որ նստում էր և մորում»։ Ոմանք ասում էին նա է, ուրիշներ ասում էին ոչ, բայց նման է նրան։ Իսկ ինքն ասում էր ես եմ։ Նրան ասացին. «Իսկ ինչպես բացվեցին քո աչքերը»։ Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են Հիսուսն է, կավ շինեց և ծեփեց իմ աչքերը և ինձ ասաց. գնա Սիլովամ և լվացվիր։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ Նրան ասացին. «Ո՞ւր է նա»։ Նրանց ասաց. «Չգիտեմ»։ Նրան, որ մի ժամանակ կույր էր, բերին փարիսեցիների մոտ, օրը շաբաթ էր, երբ Հիսուս կավ շինեց և կույրի աչքերը բացեց։ Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպե՞ս ես տեսնում»։ Եվ նա նրանց ասաց. «Կավ դրեց աչքերիս վրա և լուսավորվեցի ու տեսնում եմ»։ Եվ փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։ Եվ դարձյալ կույրին ասացին. «Դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Եվ նա ասաց. «Մարգարե է»։ Եվ հրեաները չէին հավատում, թե նա կույր էր և բացվեց, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին, հարցրին նրան ու ասացին. «Սա է ձեր որդին, որի մասին ասում էիք, թե կույր ծնվեց, իսկ այժմ ինչպե՞ս է, որ տեսնում է»։ Նրա ծնողները պատասխանեցին և ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր ծնվեց, բայց թե այժմ ինչպե՞ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թե ով բացեց դրա աչքերը, մենք չգիտենք։ Հենց իրեն հարցրեք, ինքն արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի»։ Նրա ծնողները այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։ Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. ինքն արդեն չափահաս է, հենց իրեն հարցրեք։ Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, և նրան ասացին. «Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Իսկ նա ասաց, թե մեղավոր է ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ։ Դարձյալ ասացին նրան. «Քեզ ինչ արեց, քո աչքերը ինչպե՞ս բացեց»։ Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի և չեք լսում, ինչու եք ուզում նորից լսել, միթե դուք էլ եք կամենում նրան աշակերտել»։ Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դու եղիր նրան աշակերտ, մենք Մովսեսի աշակերտներն ենք, մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, իսկ սրան չգիտենք, թե որտեղից է»։ Մարդը պատասխանեց նրանց և ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, և սակայն իմ աչքերը բացեց։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկը աստվածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկը ի ծնե կույր ծնված կույրի աչքերը բացած լինի, եթե այդ մարդը Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող։ Պատասխանեցին և ասացին նրան. ամբողջովին մեղքի մեջ ես ծնված, և դու մեր գլխին վարդապետ ես դարձել, և նրան դուրս հանեցին։ Հոգու կուրությունը։ Հիսուս լսեց, թե նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. դու Աստծու որդուն հավատում ես։ Նա պատասխան տվեց ու ասաց. Տեր, ով է, որ նրան հավատամ։ Հիսուս նրան ասաց. և տեսար նրան, և նա է, ով խոսում է քեզ հետ։ Ու նա ասաց. հավատում եմ, Տեր, և երկրպագեց նրան։ Եվ Հիսուս ասաց. դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 10. Լավ հովիվը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում, և երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը։ Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Դարձյալ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը։ Եթե մեկը իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի։ Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան։ Ես եմ լավ հովիվը։ Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է, քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը, և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից։ Ինչպես հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ հորը, և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն։ Նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, և պիտի լինի մի հոտ և մի հովիվ։ Նրա համար է իմ հայրն ինձ սիրում, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ։ Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս։ Իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու։ Այս պատվերը իմ հորից ստացա։ Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ պառակտում եղավ։ Եվ նրանցից շատերն ասում էին. նրա մեջ դև կա և մոլեգնում է, ինչու եք նրան լսում։ Ոմանք էլ ասում էին. սրանք դիվահարի խոսքեր չեն, միթե դևը կարող է կույրի աչքերը բանալ։ Հիսուս որդի Աստծու։
Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիքի տոնն էր և ձմեռ էր, և Հիսուս շրջում էր տաճարի մեջ Սողոմոնի սրահում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև երբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալու են իմ հետևից, և ես նրանց կտամ հավիտենական կյանք, և նրանք չեն կորչի հավիտյան, և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է, և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ հափշտակել։ Ես և իմ Հայրը մի ենք»։ Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ Հիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվի ձեզ իմ Հորից, դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայոյության համար և նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում չէ՞, որ գրված է. ես ասացի, թե աստվածներ եք։ Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը, և հնարավոր չէ, որ գիրքը ջնջվի, ուրեմն ում Հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե հայոյում ես նրա համար, որ ասացի, թե Աստծու որդի եմ։ Եթե իմ Հոր գործերը չեմ անում, ինձ մի հավատացեք, իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերին հավատացեք, որպեսզի իմանաք և ճանաչեք, որ Հայրը իմ մեջ է, և ես Հոր մեջ»։ Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծավ և վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, այնտեղ, ուր Հովհաննեսն էր նախապես գտնվում և մկրտում, և այնտեղ էր մնում։ Շատեր նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։